Բարև ձեզ ընկերներ, թող Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Թող Սուրբ Հոգին, Աստծո Հոգին գա և բացի ձեր միտքը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ նրա Սուրբ Խոսքը։ Երբ մի օր մենք իսկապես կհասկանանք Աստծո Խոսքը, մեր մեջ նրա իմաստությունը կհայտնվի, որը թույլ կտա մեզ, որպեսզի մեր սրտի բոլոր զգացմունքները ճիշտ ուղղորդենք։ Մենք շատ ենք խոսում Հոգու մասին, որովհետև այս աշխարհում չկա ավելի թանկ բան, քան մարդու հոգին։ Ոչինչ այս կյանքում ավելի արժեքավոր չէ, քան հոգին։ Սա մեզ բոլորիս է վերաբերվում։ Ձեր ներսում կա ահռելի և անհավատալի թանկարժեք հոգի։ Մենք հիմա կկարդանք միասին Սաղմոսներից մեկ խոսք։ Այս խոսքը շատ է խոսում մարդու հոգու մասին։ Դուք շուտով կհասկանաք։ Պետք չէ հատուկ կրոնավոր մարդ լինել, որպեսզի հասկանալ այս խոսքը։ Հարկավոր է ուղղակի մտածել։ Եկեք հիմա միասին մտածենք այս խոսքի շուրջ։ 48-րդ Սաղմոսը առաջին խոսքից։ Լսեցեք այս, ով համայն ժողովուրդներ, և ականջ դրեք, ով աշխարհի բոլոր բնակիչներ, հասարակ ու մեծ մարդիկ, հարուստ և աղքատ, բոլորդ։ Բերանս պիտի իմաստություն խոսի, և սրտիս խորհուրդը գիտություն։ Ինչպես այստեղ տեսնում եք, գիտություն, այլ ոչ թե զգացմունք, սա շատ կարևոր է։ Երբ մենք կարդում ենք Աստծո Խոսքը և մտածում ենք նրա շուրջ, դա զգացմունքների հետ ոչ մի կապ չունի։ Ինչպես որ այստեղ է գրված, դա գիտություն է։ Շարունակենք կարդալ։ Ես ականջս պիտի խոնարհեցնեմ դեպի առակը և քնարով բացեմ խրթին խոսքս։ Ինչու վախենամ ես չար օրերից, թե խորամանկ թշնամուս անօրենությունը պատում է ինձ, որ նրանք իրենց ունեցվածքի վրա հույս դրած, պարծենում են իրենց մեծ հարստությամբ։ Մարդը չի կարող փրկել իր եղբորը, և ոչ էլ նրա փրկանքը տալ Աստծուն, որովհետև թանկ է նրանց անձերի փրկանքը, և հավիտյան չի կարող վճարել։ Որպեսզի հավիտյան ապրի և ապականություն չտեսնի։ Այսինքն ոչ ոքի համար հնարավոր չէ գնել հոգու փրկությունը։ Հոգու փրկությունը ոչ ոք չի կարող ձեռք բերել գումարով կամ ինչ-որ այլ բանով։ Եվ նույնպես դուք չեք կարող ձեռք բերել ձեր մտերիմի հոգու փրկությունը, ձեր ընտանիքի, ձեր կնոջ կամ ամուսնու։ Գրված է. ոչ ոք չի գնի իր եղբոր փրկությունը։ Եվ Աստծուն դրա համար փրկագին չի կարող տալ։ Հոգու փրկության գինը շատ բարձր է, բայց փրկություն ստանալու հնարավորություն ոչ միշտ կլինի։ Կգա մի ժամանակ, երբ այլևս մարդը չի կարող իր հոգին փրկել։ Եվ դա մահից հետո է լինում։ Աստվածաշնչում գրված է, որ մահից հետո մարդու մարմինը վերադառնում է հողին։ Նրա միտքը, իմաստությունը, տաղանդները, այդ ամենը վերադառնում են Աստծուն, որովհետև Աստված է դա մարդուն տալիս։ Իսկ հոգու մասին գրված չէր, որովհետև հենց մարդն է որոշում, թե որտեղ է գնալու նրա հոգին։ Կամ դրախտ, կամ էլ դժոխք։ Իհարկե շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք փրկվել ուրիշների փոխարեն, բայց դա հնարավոր չէ։ Մարդը կարող է փրկվել միայն եթե իր կյանքը ամբողջությամբ տա Աստծուն։ Հիսուսն ասաց. «Ով ապրում է և հավատում է ինձ, նա հավիտյան չի մեռնի»։ Միայն եթե մենք այս կյանքում հավատանք Տեր Հիսուսին, ապրենք նրա խոսքով
Այդ ժամանակ մենք կարող ենք ունենալ մեր փրկության երաշխիքը, եւ հոգու փրկությունն անհատական բան է։ Ոչ ոք չի կարող փրկել մյուսի հոգին։ Մենք կարող ենք քարոզել, կարող ենք խոսք փոխանցել, կարող ենք պատմել Հիսուսի մասին, բայց մենք չենք կարող փրկել այդ մարդուն։ Եվ այստեղ Աստված խոսելով մարգարեների միջոցով բացատրում է, թե որքան թանկ է հոգու գինը։ Ինչպես որ արդեն ասացինք, կգա մի օր, որ այլևս հնարավորություն չի լինի մարդու հոգին փրկելու, եւ մենք ամեն օր ավելի ու ավելի ենք մոտենում դրան։ Այսպիսով, մարդու հոգու արժեքը շատ բարձր է։ Կարևոր չէ նա հարուստ է, աղքատ, գեղեցիկ թե տգեղ։ Հոգին շատ արժեքավոր է։ Ոչ մի գումար, ոչ մի հարստություն, ոչ մի փառք, այս աշխարհում ոչինչ չի կարող համեմատվել մարդու հոգու հետ։ Եվ այդ հոգու փրկությունը յուրաքանչյուր մարդու անձնական որոշումն է։ Երբ մենք հավատում ենք Հիսուսին, չի նշանակում, որ այդ ամենը բավական է։ Բավական չէ ասել, որ դուք հավատում եք։ Ձեր կրոնը, ձեր եկեղեցի այցելելը, այդ ամենը բավարար չեն։ Շատերը այսօր հետևում են կրոնական առաջնորդների, փոխարենը որպեսզի հետևեին Տեր Հիսուսին։ Եվ Տեր Հիսուսին հետևելը նշանակում է, որ դուք կատարում եք Աստծո խոսքը, կատարում եք նրա կամքը։ Հենց դա է փրկությունը։ Յուրաքանչյուրն ինքն իրեն համար պետք է դա անի։ Երբ շատերն ասում են. «Ես հետո իմ կյանքը կտամ Հիսուսին, հետո կապաշխարեմ, հետո կփոխվեմ»։ Հիշեք, որ մենք չգիտենք, թե վաղը ինչ կլինի։ Եվ ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ մենք վաղը կհասցնենք փրկվել։ Մենք չգիտենք, թե երբ է գալու մեր վերջին օրը։ Չգիտենք, թե երբ ենք մահանալու։ Բայց եթե մահանանք առանց փրկության, դրանից հետո ոչինչ փոխել հնարավոր չի լինի։ Եվ ամենալավն այն է, որ հոգու փրկության համար դուք պետք է միայն մեկ բան անեք։ Պետք չէ վճարել, գումար տալ։ Հոգու փրկությունն անվճար է։ Բայց միակ բանը, որ դուք պետք է անեք, պետք է ձեր ամբողջ կյանքը տաք Աստծուն։ Եվ այդպես շարունակեք ապրել մինչև ձեր կյանքի վերջին օրը։ Այդ ժամանակ դուք կունենաք փրկություն։ Շարունակենք Սաղմոսը։ Սաղմոս 49 խոսք 10-ից։ Որովհետև տեսնում է, որ իմաստունները մեռնում են, ինչպես որ կորչում են հիմարներն ու անմիտները։ Եվ իրենց հարստությունը թողնում են ուրիշներին։ Նրանց միտքն այս է, թե իրենց տունը հավիտյան է, իրենց բնակությունը սերնդից սերունդ, իրենց երկրներն էլ կկոչվեն իրենց անուններով։ Բայց մարդը պատվի մեջ չի մնում, անասունների նման է, որոնք կորչում են։ Սա է նրանց ճանապարհը, ովքեր հիմար են։ Սակայն նրանց հետևողները հավատում են նրանց խոսքին։ Այստեղ երևում է, որ կան շատ մարդիկ, ովքեր մտածում են, թե իրենք առանձնահատուկ են։ Մտածում են, որ նրանք այս աշխարհում շատ կարևոր են, բայց երբ նրանք մահանան, երբ նրանց հոգին դուրս գա նրանց մարմնից, ամեն ինչ կավարտվի։ Այդ հարցում նրանք ոչ ոքից առանձնահատուկ չեն լինի։ Երբ Տեր Հիսուսը Գեթսեմանեի դաշտում էր, նա ասաց, որ իր հոգին մահու չափ տառապում է։ Նա նույնիսկ 3 անգամ աղոթեց Աստծուն։ Եթե հնարավոր է, դա չկատարվի նրա հետ։ Որովհետև նա հասկանում էր, թե ինչ մեծ վարձ է տալու բոլոր մարդկության փրկության համար։ Անցյալի, ներկայի և ապագայի բոլոր մարդկանց մեղքերը անցնելու էր նրա վրա։ Բոլոր չարիքները, հիվանդությունները, անեծքները,
ամեն ինչ պետք է անցներ նրա վրա, եւ նա կրեց դա խաչի վրա։ Եվ միայն Տեր Հիսուսը կարող է փրկել։ Միայն նա, ով իրեն խաչին է տվել, ով մահացել է մեր հոգիների համար։ Միայն նա կարող է մեզ փրկել։ Այսպիսով, Սաղմոս 49-ը շատ հիասքանչ է։ Շատ լավ խոսքեր կան այստեղ։ Դուք եւս մեկ անգամ կարդացեք եւ մտածեք այդ խոսքերի շուրջ։ Կարծում եմ դուք հասկացաք ինձ, իմ ընկերներ։ Մենք մեր եկեղեցում միշտ ունենք ծառայություններ եւ հրավիրում ենք ձեզ։ Եթե դուք այն մարդն եք, ով դեռ չի հանձնել իր կյանքը Տեր Հիսուսին, ով չի ապրում նրա խոսքով, բայց ցանկանում է փոխել իր կյանքը, ապա մենք սպասում ենք ձեզ։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Մինչ մյուս հաղորդում։